Երեք Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, ասում էր, որ Հայաստանում կան ուժեր, որոնք պատերազմ են նախապատրաստում, ընդ որում ծանր հետևանքներով, քանի որ ՆԳՆ նաև ակտիվ էսպես հայտարարություններ ընտրություններից առաջ տարածում կուսակցությունների գործունեության վերաբերյալ, ինչ նկատի ուներ նա, ով է Հայաստանում ներքաղաքական դաշտում պատերազմ նախապատրաստում, ու արդյոք հենց սա չէ, այսպես հասարակության շրջանում խուճապ տարածում ու հիբրիդային պատերազմի օրինակ, ըստ ձեզ։ Որովե խուճապի մասին խոսք չկա, վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որ ըստ էության կա այս պայծրությամբ քաղաքական դաշտում եւ քաղաքական արձագանք է նաեւ տալիս որպես երկրի ղեկավար եւ նշեմ, որ եթե այլ հանցագործության տարերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ։ Կարծում եմ բոլորը հետևում եք լրատվական դաշտին եւ վստահ եք, որ շատ ուժեր, այնպիսի մտքեր եւ այնպիսի հայտարարություններ են նաեւ հնչեցնում, որոնք այո, հակադարձում են հաստատված խաղաղությանը եւ կարող է նմանատիպ քաղաքական ռեակցիա լինել եւ ինչը բնական է։ Աստորեն տվյալներ չկան, Տիկին նախարար, միայն քաղաքական հայտարարություններ են դրանք։ Որ Տիկին նախարար, ես կա նմանատիպ ազդակ, վարչապետը տվել է քաղաքական գնահատական եւ իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարերի դեպքում կտա արդեն նաեւ իրավական գնահատական։